Բարև ձեզ, ներողություն նախնեկայացեք, խնդրում եմ, որ Բարև ձեզ, Վարդան Հովհաննիսյան, 16 տարեկան, գրում եմ նաև, գրող կարելի եմ համարել։ Այ չեք ասի ցեղասպանության ճանաչումը ինչ կարևորություն, միջազգային ճանաչմանը հասնել ամբողջությամբ ինչ կարևորություն ունի ձեզ համար որպես քաղաքացի եւ դա արդյոք խոչընդոտելու է այդ հարցին հետապնդելը խոչընդոտելու է խաղաղությանը։ Խաղաղությանը նախ այդ հարցին չի խոչընդոտելու առաջինը եւ հետո ցեղասպանությունը այնպեսի բան է, որը տեղի է ունեցել 1915 թվականին նրանք էթնիկ զտման են ենթարկել հայերին, որը ի կատար ուզեցին անել նաեւ 2020 թվականին Արցախահայության շնորհիվ եւ ցեղասպանությունը պետք է ճանաչվի բոլոր պետությունների կողմից, ովքեր նրանց համարում են պետություն, քանի որ դա այնպեսի բան է, որը տեղի է ունեցել հայ ժողովրդի հետ 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին, որը պետք է բոլորը հիշեն։ Բայց օրինակ վարչապետը գտնում է, որ կորսված հայրենիքից խոսացողները այն ուժերը, որոնք դրան հետո այդպես հետամուտ են լինում, իրենք ժողովրդին տանում են կառափնարան եւ դրա պատճառով մենք պետություն կկորցնենք։ Դուք ինչ կարծիք ունեք։ Այսինքն եթե լինեք Հետամուտ չենք լինում, նախ պետք է ասեմ, ակամայից հիշեցի Շիրազի խոսքերը, որ ասում է, թեկուզ մեկ հայ մնա ողջ Այրատից կվերածնվենք մի մոր արգանդից, հայը վերածնվել է եւ ունենք այսօր հայրենիք, ունենք մի փոքրիկ հայրենիք, որը մասնատված է, այդ հայրենիքը պետք է պահենք ամուր, իսկ ինչ վերաբերում է խաղաղություն, դուք ասացիք խաղաղություն, բայց ես չեմ կարող խաղաղությանը հավատալ, երբ Արցախը գերի մնաց, մայրարաքսն է զանգվից զատված։ Խաղաղություն ոնց կարելի անել նենց մի պետության հետ, ով քեզ միշտ երազել է մորթել, միշտ երազել է քո եկեղեցիները մզկիթ վերածել։ Դա 21-րդ դարն ենք, այո, պետք է բոլորս խաղաղ ապրենք, բայց խաղաղությունն էլ անել կա։ Հայը եւ Ադրբեջանը եւ Թուրքիան իրենց պատմության ողջ ընթացքում եղել են թշնամիներ եւ այդ sense ասած պատմական փաստը ոչ մեկ չի կարող հերքել։ Դուք հիմա զգում եք բավարար ջանքեր գործադրում է իշխանությունը ցեղասպանության ճանաչմանը հասնելու համար։ Բավարար ջանքեր չգիտեմ գործադրում է թե չէ, սուր քաղաքական հարցին չեմ պատասխանի, բայց կասեմ, որ պետք է աշխարհի բոլոր պետությունները ճանաչեն ցեղասպանությունը, քանի որ դա փաստ է, որը ներել չի կարելի։ Ձեզ դպրոցում, այս ամենը դպրոցում են սովորեցրել, նկատի ունեմ ուսուցիչներն են ձեզ այդ մասին ասել է, որտեղից եք դուք հասկացել եւ այդ մտքերը արդեն sense վերլուծել ու հասկացել, որ պետք է անպայման հասնել ցեղասպանության ճանաչմանը եւ դա բացարձակ խոչընդոտ չէ խաղաղության։ Դպրոցը вообще կապ չունի, այստեղ դպրոցի հարցը չէ, անցած տարի եթե հիշեք դպրոցի հետ կապված հարց տվեցիք, որը պատասխանեցի, բայց դպրոցը այստեղ կապ չունի, քանի որ բանական մարդը, որ ունի մտածելակերպ, ունի հասկացողություն, ընթերցել է իր պատմությունը, Գարեգին Նժդեհը ասում է, մեր պատմությունը սովորեցից այն, որ մենք մեր պատմությունը չենք սովորել։ Պետք է մեր պատմությունը սովորենք եւ ինձ թվում է պատմություն եւ գրականություն ուսումնասիրած մարդը պետք է ունենա իր բանական կարծիքը հայտնելու իրավունք։ Իսկ ինչպես խոսեցիք Արցախի մասին եւ ասացիք, որ դա մեր ինքնության մաս է եւ այլն, ինչպես հասնել Արցախ վերադարձնել, դուք հավատում եք, որ Արցախը հնարավոր է վերադարձնել կամ գոնե Արցախահայությանը վերադարձնել իրենց բնորան։ Նախ Ղարաբաղը մորս կանչն է, ինձ է կանչում հույսով տրտում։ Ղարաբաղը իմ կանաչն է կարմիր, բայց սև ունի սրտում։ Դու էլ դարձած կրված աղիք իմ բալիկն ես, այ Ղարաբաղ։ Մեղրը տոտար մեղրին տվող իմ ծաղիկն ես, հայ Ղարաբաղ։ Քանի բաժան դաժան տարի հայ բերանի աղ ես դարձել, փոխել հայոց հանուն Արցախ, օտար Ղարաբաղ ես դարձել։ Դարձել օտար ջաղացի ջուր հայ բերանին աղ ես դարձել, էլ չի կարող միտքս ծռել, վայ ինձ ու քեզ հայ Ղարաբաղ։ Ինձ թվում է այս ասմունքով Շիրազյան ես ասեցի այն, ինչ ես հիմա զգում եմ։ Ղարաբաղը մեր ինքնությունն է, Արցախը։ Եվ դարեր առաջ, երբ որ մենք հայը ապրել է Լեռնային Ղարաբաղում, Արցախում, չի եղել Ադրբեջան, չի եղել Թուրքիա։ Եվ Արցախահայությունը ես վստահ եմ, որ գալու է մի ժամանակ, երբ որ հետ են գնալու իրենց հայրենիք։ Եվ վստահեցնում եմ, ոչ մեկ չի կարող դա հերքել, քանի որ մեր պատմության ժամանակ ունեցել ենք ժամանակաշրջան, որ կորցրել ենք մեր հայրենիքը, մասնատվել է Թուրքիայի կամ Ռուսաստանի միջև, չգիտեմ այնտեղ Իրանի եւ այլն Պարսկաստանի միջև, բայց հիմա մենք ունենք պետություն, մենք ունենք անկախություն, աշխարհում շատ կան պետություններ, շատ կան ժողովուրդներ, բայց քչերն ունեն անկախություն։ Մենք այն ժողովուրդն ենք, որը դարեր շարունակ ապրել է հայկական լեռնաշխարհում, կերտել է իր պատմությունն ու մշակույթը,
գրականությունը եւ պետք է մենք դա պահենք։ Իսկ անկախությունը բացարձակ արժեք է, անկախության մասին ասենց ասած ոնց որ Վազգեն Սարգսյանն էր ասում, անկախության մասին ինչպես կարելի է հարց տալ։ Դա նույնն է ոնց որ ասես ինչ կարծիք ունես ծնողիդ մասին, հորդ մասին, մորդ մասին։ Ու այս դժվարին պահերին, եթե մենք ունենք անկախություն, պետք է դե ատամներով պահենք։ Իսկ Արցախի հետ կապված հարցը հուսով եմ կգա մի ժամանակահատված, երբ հայը հետ կգնա Արցախ։ Հույսով պետք է ապրել։ Տեսեք, ձեր հասակակիցները ձեր նման են մտածում, մի տեսակ դուք ոնց որ այսպես բացառիկ երիտասարդներից լինեք, ձեր շրջապատում շատ են մարդիկ ձեր մտածողության տեր։ Ես չգիտեմ իմ շրջապատում ինչ տեսակի մարդիկ կա մտածելակերպը, քանի որ երիտասարդությունը եւ հիմա պատանիները հիմնականում շեղված են։ Իմ կոչը կլինի երիտասարդությանը եւ իմ հասակակիցներին այն, որ ուսումնասիրեք ձեր պատմությունն ու ձեր գրականությունը։ Երբեք մի ուրացեք ձեր հավատը եւ եղեք զգոն, քանի որ վաղվա ապագան մենք ենք, ոչ թե 80-90 տարեկան մարդիկ, ովքեր շատ քիչ ունեն կյանք ապրելու։ Վաղվա ապագան ես եմ եւ ես երկիրը պետք է այնպես շենացնենք, այնպես ծաղկացնենք, որ մեր թորներին ունենանք թողնելու բան։ Եվ վերջին հարցը, երբ որ քաղաքացիները նման կոչեր են անում, ասում են Արցախ պիտի վերադառնան, այսինքն Արցախի մասին խոսում են, մշտապես լինում է հակազդեցություն այլոց կողմից, որ էտում հաշվին եք գնում, էտում հաշվին եք Արցախը պահում, արդյոք ձեր կյանքի հաշվին պատրաստ եք պահել Արցախ։ Հիմա դուք 16 տարեկան եք, դեռ բանակում ծառայելու տարիքը չի եկել։ Ձեր պատրաստակամության մասին եմ ուզում լսել։ Նախ ես ծառայելու եմ Հայաստանի զինված ուժերում, լինի դա 1.5 տարի թե 2 տարի, գնալու եմ բանակ եւ ծառայելու եմ, իսկ հետո չգիտեմ։ Իսկ եթե լինի պատերազմ, ասված չանի լինի պատերազմ, ինձ թվում է իմ սերնդակիցները, իմ հայրենակիցները բոլորը պատրաստ են գնալ կռվելու հանուն Հայաստանի։ Նախ դա գալիս է նրա համար, որ ասում են ումով եք պահելու Արցախը, որովհետեւ 30-ից 30 տարուց ավել Արցախը եւ Հայաստանը իրանից զատել են։ Արցախցի եւ հայաստանցի տարբերություն են դրել։ Դրա համար մենք ունենք այսօր այս իրականությունը։ Պետք է լինել միահամուռ հայ եւ վերջ։ Մենք ունենք հայանուն, յան ազգանուն։ Պետք է ոչ մեկ տարբերություն չդնի դրանում։ Շնորհակալ եմ ձեզ։ Ձեզ եմ շնորհակալ։ Спасибо.